Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 2։ Բայց Հովնանը վեր կացավ, որ տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Հովնան առաջին գլուխ 3-րդ խոսք։ Հովնանը մեծապես անարգեց Աստծուն, հրաժարվելով հնազանդվել նրա պատվիրաններին և կատարել իրեն ուղարկված առաքելությունը։ Նինվե գնալու փոխարեն Հովնանը վեր կացավ Թարսիս փախչելու համար, դեպի ծով, առանց որևէ կոնկրետ նավահանգիստ փնտրելու, այլ ցանկանալով միայն հեռանալ տիրոջ ներկայությունից։ Եվ եթե նա կարողանար դա անել, նրան քիչ կհետաքրքրեր, թե որտեղ է գնում, ոչ թե որովհետև կարծում էր, որ կարող է փախչել Աստծո երեսից, այլ իր հատուկ ներկայությունից, մարգարեության հոգուց, որը երբ նա նրան վստահել էր այս առաքելությունը, հետապնդում էր նրան, և հենց որից էլ նա ցանկանում էր փախչել։ Ոմանք կարծում են, որ Հովնանը հետևում էր հրեական այն համոզմունքին, որ մարգարեության հոգին սահմանափակվում էր Իսրայելի երկրով, տեսակետ, որը սխալ է ապացուցվել Եզեկիելի և Դանիելի գրքերում։ Նա հույս ուներ ազատվել դրանից, եթե միայն կարողանար փախչել երկրի սահմաններից։ Եվ ահա, աստվածային նախախնամությունը թվում էր, թե նպաստում էր նրա մտադրությանը և հնարավորություն տալիս փախչելու։ Մենք կարող ենք շեղվել պարտականության ճանապարհից և միևնույն է, հանդիպել բարենպաստ քամուն։ Հեշտ ճանապարհը միշտ չէ, որ ճիշտ ճանապարհն է։ Նա գտավ նավը գրեթե պատրաստ խարիս բարձրացնելու և Թարսիս ուղևորվելու, և այդ պատճառով էլ չկորցրեց ժամանակը, կամ էլ գուցե նա գնաց Թարսիս պարզապես այն պատճառով, որ նավը հենց այնտեղ էր գնում, այլապես նրա համար բոլոր վայրերն էլ հավասար էին։ Նա իրեն մոլորված չէր համարում այն ճանապարհի վրա, որով ինքն էր կամենում գնալ, միայն թե չլիներ այն ճանապարհը, որով պարտավոր էր գնալ ըստ Աստծո կամքի։